Բարի երեկո 168 TV եթերում ռևյուն է այսօր մայիսի 5-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, իսկ 3, ինչպես գիտեք, մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մեկ այլ խոշոր միջոցառում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որը Երևանում էր հավաքել եվրոպական պետությունների եւ կառույցների ղեկավարներին։ Այս միջոցառմանը շատերի մասնակցությունն ինքնին եւ հնչած մի շարք ելույթներ լուրջ աժիոտաժ են առաջացրել միջազգային մամուլում Երևանի շուրջ։ Հիմա իհարկե պետք է փորձենք հասկանալ այս ընդհանուր process-ը Հայաստանի համար խոստումնալից ինչ-որ հեռանկարների, թե ընդհակառակը վտանգների եւ ռիսկերի մասին է։ Հետաքրքիր է, թե ինչ է այս ամենի մասին մտածում մեր այսօրվա զրուցակիցը, թեմայի շուրջ տաղավարում իմ հյուրը Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան։ Ինչ ընդհանուր մեկնաբանություն կարող եք անել թեմայի վերաբերյալ եւ ըստ ձեզ ինչու է պայմանավորված եվրոպական առաջնորդների եւ կառույցների այս հանկարծահաս եւ աննախադեպ հետաքրքրությունը Երևանի եւ Հայաստանի հանդեպ։ Նախ ավելորդ չնշել, որ այս երկու գագաթնաժողովները փոխկապակցված են։ Իհարկե, մի քիչ տարբեր օրակարգերով, մի քիչ տարբեր ինստիտուցիոնալ արժեքով, բայց փոխկապակցված գագաթնաժողովերի մասին է խոսքը։ Ակնհայտորեն, երբ որ նշանակվում էր այս գագաթնաժողովերի ժամկետը, դա եղել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքի բավարարում եւ միանշանակ նախընտրական համատեքստի հետ է կապված թայմինգը, հա, այսպես ասած։ Իհարկե, որևէ այլ փուլում այս գագաթնաժողովները այլ նշանակություն կունենային, հիմա ակնհայտորեն եւ առաջին հերթին ծառայում են Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ շահերին։ Հիմա գանք մի քանի կարճ արձանագրումներ անելուն։ Առաջին արձանագրումը, որ ես ուզում եմ անել, դա այն է, որ հատկապես եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Հայաստանը դարձրեց Եվրամիություն-Ռուսաստան պրոքսի պատերազմի տարածք։ Սա ակնհայտ է, բավական է հիշել մի առանցքային ելույթ, որ երեք հնչել է, ընդ որում մի քանի ելույթով է հնչեցրել այդ թեզերը, այսպես կոչված գաղափարական հիմնավորումները տվել է չէ Մակրոնը, ես Զելենսկու հարցով դա նորություն չէր։ Որ 8 տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Նախ 8 տարի առաջ ոչ ոք չէր գա, կօգնենք, որ ռուսական զորքերը այստեղից դուրս գան, իդեպ այստեղ էլ բացահայտում է ակամայից Հայաստանի ինքնիշխանության թշվառությունը, հա։ Դա աննախադեպ ասում Նիկոլ Փաշինյան ինքնիշխանության մասին խոսելիս, ես կասեմ թշվառություն է, որովհետև տեսեք, երրորդ երկրի նախագահ որոշում է հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը կամ իրան իրավունք է վերապահում հնչեցնել նման հայտարարություններ։ Մակրոնի հայտարարությունները ցինիկ էին եւ թե իրականություն աղավաղելու իմաստով, թե շեշտադրումների իմաստով։ Օրինակ հետաքրքիր է Մակրոնի կարծիքը լսել, եթե 8 տարի առաջ մենք ռուսական արբանյակ էինք նաև իր ստեղծած ճարտարապետության բերումով, այսինքն 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, որտեղ կրկնում եմ առանցքային դեր նաև Մակրոնն է խաղացել, ում արբանյակն է Հայաստանը դարձել հիմա։ Ակնհայտորեն ոչ Եվրամիության։ Այստեղ գալիս է շատ քաղաքագետների այն տեսակետը, օրինակ Քրիստոնեական համերաշխություն միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ջոն Այբները ասում է, որ Եվրամիությունը գալիս է այստեղ աշխարհակաղակական շահեր լուծելու եւ Ռուսաստանին դուրս մղելու եւ իրենց համար ավելի նախընտրելի է, որ Հայաստանը ոչ թե լինի ռուսական ազդեցության, այլ թուրք ադրբեջանական ազդեցության։ Ես պատահական ու ռետորական հարց չնչեցրեցի։ Ձեր բերած կարծիքին էլ ծանոթ չէի, բայց շատ համահունչ էր նրան, ինչ որ ես ասում եմ։ Երկրորդը, արդյոք այս զույգ գագաթնաժողովները նպաստեցին Հայաստանի մերձեցմանը կամ եվրոինտեգրմանը, ոչ։ Եվ ընդունված հռչակագրում, եւ հարցազրույցներում ոչ Կոշտան, ոչ Ֆոն դեր Լայենը
ոչ Կալասը հստակ պարտավորություն չստանձնեցին Հայաստանի հնարավոր ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցում։ Անկամ վիզաների ազատականացման հարցում չափելի ժամկետներ, պայմաններ, որոնց բավարարման դեպքում Հայաստանի համար ավելի արագացված այդ ռեժիմը կլինի, չի նշված։ Հիմա հերթով մենք հռչակագրի մասին ենք Այսինքն չկա չափելի որևէ բան։ Եվրոինտեգրման հարցում Հայաստանը մնում է ՍԵՊԱ-ի մակարդակում, որը միջև հեղափոխություններ ստորագրվել, գիտեք, 2017 թվականի նոյեմբերի։ Իսկ Նիկոլ Փաշինյանի այս ռետորաբանությունից եթե դուրս են գալիս, առարկայական փորձում ենք նայել ինչքանով է Հայաստանը Եվրամիությանը մերձեցել, տեսնում ենք, որ որևէ պարտավորություն Բրյուսելը չի պատրաստում ստանձնել Հայաստանի առջև։ Ավելին ասեմ, ով ինչ հեքիաթ կպատմի, այս պահին Եվրամիությանը անդամակցելու իրենց հերթին օֆիցիալ 7 երկիր է սպասում, որոնց մեջ Հայաստանի անունը չի էլ նշմարվում։ Սա երկու։ Երրորդը, արդյոք այս գագաթաժողովները կնպաստեն ավելի դեմոկրատական Հայաստանին։ Իհարկե ոչ, որովհետև այսպես արդեն ասեցինք, թայմինգը այն դիֆերանտները, որ ձոնվում էր Նիկոլ Փաշինյանի հասցեին, հուշում են, որ այս մարդիկ հավաքվել են ոչ թե Հայաստանի դեմոկրատական զարգացմանը, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը նպաստելու համար։ Ավելին ասեմ, իմ այս խոսքերը թող որևէ մեկը չվերագրի իմ հակաեվրոպական կամ հակաարևմտյան դիրքորոշումներին, որովհետև ես Հայաստանի իրական եվրոինտեգրացիայի կողմնակից եմ։ Բայց եկեք արժեքային կողմնորոշումը մեր չշփոթենք երկրի աշխարհաքաղաքական դիրքավորման հետ։ Այո, Եվրոպայի հետ Հայաստանը պետք է համագործակցի, բայց ոչ թե անդամ դառնալու անիրական կարգախոսով, այլ որոշակի չափանիշներին ձգտելու իմաստով։ Մեր կյանքի չափանիշները շատ դեպքերում եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով, ռեֆորմներ իրականացնելու նպատակով եւ այլն եւ այլն։ Եվ տեղին եմ համարում արձանագրումը, որ Եվրոպայի այսօրվա շահախմբերը որևէ կապ չունեն արևմտյան ունիվերսալ արժեհամակարգի հետ, որի կրողն է մեր հասարակության մեծամասնությունը։ Մեկը լինի եվրոպական այսօրվա շահախմբերից պաշտպանի արևմտյան արժեքները։ Բյուրոկրատիան դուք նկատի ունեք։ Իհարկե, շահախմբերը, որ ասում եմ, բյուրոկրատիան է ըստ էության նկատի ունեմ։ Եվ վերջապես երեկվա գագաթաժողովը ակամայից եւս մեկ անգամ վերահաստատեց, թե ինչպիսի նվաստացուցիչ մոդել է դրված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Տեսակապով Երևան ժամանեց Իլհամ Ալիևը խաղաղության քողի տակ ագրեսիվ թեզեր դարձյալ հնչեցրեց, ընդ որում թե Եվրախորհրդանի հասցեին, բայց նաև արցախցի մեր հայրենակիցներին սեպարատիստ անվանեց, ռազմաքաղաքական պատանդարված ղեկավարության ռազմական հանցագործներ, եթե Ռոբերտա Մեծոլան, որը ներկա էր գագաթաժողովին, հակադարձեց նախագահ, հակադարձեց ուրեմն Ալիևին, նույնը չտեսանք Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Դա ոչ միայն չհակադարձեց Ալիևի գրեհիկ ձևակերպումներին, այլ նույնիսկ շնորհակալություն հայտնեց եւ իր թախանձանգին ցանկությունը 2 տարի հետո հյուրընկալվել Բաքվում։ Հենց այս նվաստացուցիչ մոդելն անգած հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այսօրվա գործընթացում։ Այ հիմա հասկանում եք, օրինակ ինչի է իշխանությունը սվիններով դիմավորում, օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրային դրույթներից ամենակարևորը երաշխավորված խաղաղության մոդելին, որտեղ մեր երաշխավորված խաղաղության մոդելը բացի այլընտրանք առաջարկելուց բացահայտում է հայ-ադրբեջանական հարաբերություններում գործող իշխանության քաղաքականության սնանկությունն ու մերկությունը ամբողջովին։ Ես հիմնականում այս կետերը կառանձնացնեի եւ եթե հանրագումարի բերեմ
Մենք առարկայական որևէ բան չստացանք այս գագաթնաժողովներից, հատկապես այս ժամանակահատվածում, բայց բազմաթիվ ռիսկեր առաջացան, դեռ պարզա չէ, եթե Եվրամիությունը մեր տարածքա բերում Ռուսաստանի հետ իր կոնֆլիկտը, շատ տրամաբանական է սպասել, որ շուտով մենք ռուսական հակազդեցության ենք հանդիպելու։ Մեդվեդևը երեք այդ գրառումը Երեք Մեդվեդևը իմ համար շատ դեպքերում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման խոսնակ չի, որտեղ եկեք ընդունենք, որ նրա ոճը, նրա ձևակերպումները ինչ որ ուրիշ դերակատարություն այո, ուրիշ է, քարոզչական, բայց անվտանգության խորհրդի հա, բայց նա շեշտադրումները ավելի շատ քարոզչական են։ Դուք ու ես առաջիկա օրերին վստահաբար ականատես ենք լինելու Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը ամբողջացնող ինստիտուտների արձագանքին, որոնք ձևակերպումների մեջ ավելի կոռեկտ կլինեն անշուշտ, բայց ավելի ցավոտ կլինեն հետևանքների իմաստով։ Ասենք ինչպես Օվերչուկի Օվերչուկ, նախագահի աշխատակազմ, ԱԳՆ, այս բոլոր տեղերից անշուշտ արձագանքներ լինելու են, մանավանդ հակառուսականության ստրիպտիզեր Երևանի մարզահամերգային համալիրում 3, այսօր էլ անշուշտ ամբողջ լրահոսին դերևս չեմ հասցրել հետևել։ Նաև Երևանյան երկխոսություն համաժողով ես վստահ եմ մրցակցություն, հա, մեր հյուրերի մեջ ով ավելի շատ անհարմարություն կպատճառի Ռուսաստանին կամ նրա նախագահին եւ բնականաբար նման դեպքերում արձագանքը չի ուշանում։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը գիտակցի, սա խնդիրը այն չի, որ ես ռուսամիտ եմ կամ հակարևմտյան դիրքորոշումներ եմ, բացարձակապես։ Ես հավասարակշռված արտաքին քաղաքականության կամ հավասարակշռության դոկտրինի հետևողական կողմնակից եմ եւ առաջնորդվում եմ մեր շահերով եւ ռիսկերը ճիշտ գնահատելով։ Ես ասում եմ չի կարելի գտնվելով Ռուսաստանի կենսական շահերի տարածաշրջանում անել քայլեր, որոնք ուղղակիորեն հարվածում են Ռուսաստանի շահերին եւ ծնելու են հակազդեցություն։ Կամ այլ խոսքով ասած, մեր այրուն ավելի կարմիր չի, քան Ուկրաինայի կամ Վրաստանի ժողովուրդների այրունը, եւ առայժմ իհարկե պրոքսի պատերազմը տեղեկատվական աղմուկով ուղեկցում, բայց Ուկրաինայում Վրաստանում էլ այդպես սկսվեց, հետո են այլ դրսևորումներ առաջ գալու։ Իդեպ, այս հակազդեցության առումով Ռուսաստանը եզակի չի։ Տեսեք ամերիկյան կիսագնդում ինչպես է Միացյալ Նահանգները արձագանքում իր հարևան այն երկրների քաղաքականությանը, որոնք վնասում են ամերիկյան շահերին։ Վենեսուելա, Կուբա, Պանամա, բայց կարծում եք, որ Զելենսկու ելույթը այս համաժողովում եւ փաստացի Ռուսաստանին սպառնելը սա ինչ փորձում էր Հայաստանը ներքաշել այդ բախումները։ Զելենսկու բերանը ոչ մեկ չի կարող փակել եւ Զելենսկուն ոչ մեկ չի կարող վերահսկել։ Սա պարզ է, չէ՞։ Ժամանակաշրջանն էր սխալ ընտրված այս գագաթնաժողովի։ Քո ընտրությունները առաջ չկա, սարքում ես աշխարհակաղակական շահերի բախման կիզակետ։ Հասկանում եք, եւ միայն եթե Զելենսկու ֆակտորը լիներ, ես հավատացնում եմ Ռուսաստանին, Իրանին, մյուս շահագրգիռ պետությունների շատ հանգիստ կարելի էր իրավիճակի նրբությունը բացատրել։ Եք Զելենսկու վրա մի կենտրոնացեք։ Մակրոնի ելույթը շատ ավելի վտանգավոր է իր հետևանքներով։ Երբ որ մեր հաշվին փորձում է Ռուսաստանի հետ իր խնդիրները լուծել։ Կա Զելենսկին ի վերջո էլիտաների մեծ մասի համար նաև արևմտյան դուրս գրված քարտա։ Եվ այնպես չի, որ նրա խոսքին շատ լուրջ վերաբերվում եմ։ Տեսեք նրա նկատմամբ հետաքրքրության էական թուլացում նույնիսկ արևմտյան էլիտաների մոտ։ Ավելին օրինակ Գերմանիայի կանցլերը մի քանի օր առաջ ով իդեպ Երևանում չէր, հուշում էր Զելենսկին ինչ պետք է անի այս կոնֆլիկտից դուրս գալու համար։ Թրամփ ավելի կոշտ ձևակերպումներով է ասում։ Միայն եթե Զելենսկու խնդիրը լիներ, ասում եմ դա շատ հեշտ բացատրելի էր բոլոր գործընկերներին։ Այդուհանդերձ ինչ եք կարծում, Մեդվեդևը
երկու բթամիտ ռուսափողներ նստած փորձում են անգլերեն խոսել, արդյոք նա նկատի ուներ հենց Նիկոլ Փաշինյանն եւ Զելենսկին։ Բնականաբար դրա համար շատ մեծ ֆանտազիա պետք չի պատկերացնելու համար, որ Մեդվեդևը նկատի ուներ հենց այդ երկու անձնավորություններին։ Բայց Մակրոնի հետ կապված ինչ է կարծում, բացի նրանից, որ իհարկե մենք արձանագրեցինք, որ խեղաթյուրում էր պատմական փաստերը, եթե նա փորձում է պոլիտիկանություն անել, ռեալ պոլիտիկի տեսանկյունից, որ քաղաքական առևտրի տեղ բացել, ապա ինչ տողատակեր եք տեսնում Ռուսաստանում։ Գիտեք, Ռուսաստանի համար ստեղծում է խնդրեմ Ռուսաստանի քթի տակ, որպեսզի Ռուսաստանի ուշադրությունը գրավի։ Ավելի գլոբալ հարցերում բանակցությունների սեղանում իր տեղը ապահովելու համար ակնհայտ է։ Ու այս ամբողջ պատմության մեջ մենք մանրադրամի արժեք ունենք։ Շատ նման է, չէ՞, որ մի հատ պատմության, երբ որ Ադրբեջանի, Թուրքիայի ամբիցիաները բավարարելու համար անդադ Նիկոլ Փաշինյանին հուշում էին հայ-ադրբեջանական հարաբերություններում իջեցնել նշածողը։ Եվ ինչ եղան Արցախա հայությունը նրանց Գիտեք, եթե ներկայությունը։ սարկածախնդիր քաղաքականությունը շարունակություն ունենա, մենք Բրյուսել չենք հասնի, բայց պետականությունը ռեալ կարող ենք կորցնել։ Հարցերն իհարկե շատ են մեր այս ձեր խոսքից բխող, մենք փաստորեն անցնում ենք համատեղ հռչակագրի բովանդակության քննարկման, դուք մի զգալի մասով արդեն պատասխանեցիք այն հարցին, թե ինչ շոշափելի արդյունքներ տվեց Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, բայց մի մեջբերում անեմ։ Հենց այս հռչակագրից Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը առավել ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները եւ սատարելու Հայաստանի ինքնիշխանության, դիմակայությանը, բարեփոխումներին եւ այլն, հիմնվելով ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ օրենքի գերակայության վրա եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա այս հանձնառությունները եւ այն գաղափարները, քանի որ գիտենք, որ 3 բողոքի ակցիաներ տեղ ունեցան Երևանում, պահանջելով այսպես ձայն հանել Փաշինյանի հակաժողովրդավարական գործընթացները, որքանով է համատեղելի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ։ Եվրամիության ասյուրա բյուրոկրատիան որևէ աղերս չունի ձեր թվարկած շատ լուսավոր արժեքների հետ։ Եվրամիությունը սատարում է ոչ թե դեմոկրատիան, այլ Նիկոլ Փաշինյանի փնթի ավտորիտարիզմը։ Եվ եթե հանկարծ, ինչը ես կանխատեսում եմ, նրանց երևանյան վոյաժներից ու այցից հետո Նիկոլ Փաշինյանը անցնի ավտորիտար նոր քայլերի ընդդիմության դեմ, ես ավելի հեռուն գնացող պնդում կանեմ, ասելով, որ ժողովրդավարության քողի տակ Բրյուսելը էլեկտորալ ավտորիտարիզմ հաստատելու կարտ բլանշ է տվել Նիկոլ Փաշինյանին։ Ինչ է նշանակում էլեկտորալ ավտորիտարիզմ։ Ինչ որ Մոլդովայում տեսանք։ Ցանկացած գնով իր սատելիտ իշխանությունը վերարտադրելու կարտ բլանշ։ Մոլդովայում մենք դա ենք տեսել։ Էլի դեմոկրատիայի ծափերի շամպայն տրակացնելու բաների այդ ծափահարությունների քողի տակ ինչ տեղի ունեցավ Մոլդովայում։ Սանդոյի իշխանությունը ամեն կերպ պահելու խնդիր, այսինքն հաճելի արդյունք ստանալու խնդիր լուծեցին, ոչ թե դեմոկրատական եւ ընտրականի սիրուտների զարգացման։ Հիմա ես ճիշտ եմ հասկանում, որ դուք եւ շատ ընդդիմադիրներ կարծում են, որ սա PR այսպես ակցիա էր նախընտրական Նիկոլ Փաշինյանի։ Չեմ կարծում, ես վստահ պնդում եմ անում։ Եվ ինչ է կարծում, ինչ ազդեցություն որտեվ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շատ արժեքավոր եւ խիստ անհրաժեշտ հարաբերությունները սեպայի մակարդակից վերև չեն բարձրացել։ Այդ մնացածը դատարկ ջուր է, զրույցներ են։ Նաև այդ 40 կետանոց հռչակագիրը։ Քանի մասով է։ Դուք հենց մի հատ այդ 40, իհարկե այդ դոկումենտը շատ ուշ նոր հրապարակվի, շատ ու շատ իր ուսումնասիրելու հնարավորություն կունենանք, բայց ինչքան ես հասցրել եմ առաջին հայացքից ընթերցել, ոչ մի չափելի պարտավորություն, հանձնառություն Եվրամիությունը չի ստանձնում Հայաստանի առջև։ Շոր վերացական գեղեցիկ նախադասությունների կույտ եւ ընդ որում դեռ հիշատակում էլ կա, որ այս ամեն ինչը սեպայի վրա է հիմնվում, այսինքն ես ճիշտ եմ իմ պնդման մեջ, որ Նիկոլ Փաշինյանը չնայած անպակորկոր բառերին Եվրամիության հետ մերձեցումը ավելի բարձր մակարդակի չի հասցրել,
քան նախատեսված էր 2017-ին ստորագրված փաստաթղթ։ Պարոն Սուրյանյան, իսկ որքանով եւ որչափ է իրականացված մինչեւ հիմա ՍԵՊԱ-ն։ 60%-ով էլ իրականացված չի։ Օրինակ ես վիզաների ազատականացման ինստիտուտը մի հարց, որում մենք էլի նորություն չունեցանք, այս գագաթաժողովերի ավարտից հետո ՍԵՊԱ-ում նախատեսված գործիք էր։ 23-րդ կետն է վիզաների հետ կապված։ Մենք ողջունում ենք 2024 թվականի մեկնարկած մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված նշանակալի առաջընթացը, որը կընդլայնի շարժունակությունը, կխթանի մարդկանց միջև շփումները եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ որ կա չափելի որոշակիություն այդ կետի։ Ինչ արդյունք է սա արձանագրում։ Դատարկ սիրուն նախադասություն, որով կկերակրել մեր խեղճ հասարակությանը վիզաների ազատականացման կետ կասենք կա։ Ոչինչ, որ այդ կետում ոչ մի հստակ ժամկետներ, պարտավորությունների եւ հանձնարարությունների համակարգ ուղղակի գոյություն չունի։ Այսինքն ինչ գիտենք մենք այդ հարցի մասին, միջև այս պատմական հորջորժված գագաթաժողովերը նույնքան ինֆորմացիա ունենք նաեւ այսօր, ոչ մի ավել բան։ Բայց ես մի ուրիշ տեսանկյունից հարց տամ, այս վիզաների ազատականությունը մյուս կողմից վտանգավոր չէ Հայաստանի դեպոպուլյացիայի։ Գիտեք, ես միշտ երևույթին այնուամենայնիվ դրական եմ նայում, եթե դու կեսունակ արդյունավետ համակարգ չունես, ցանկացած ինտեգրացիա կարող ռիսկեր ծնի, բայց այդտեղ արդեն դու ինտեգրացիայի վրա մեղքը մի գցի, քո համակարգի խոցելիության խնդիրն է։ Օրինակ հայ-թուրքական սահմանի բացումը շատ դրական բան է, բայց եթե քո տնտեսությունը, քո ենթակառուցվածքները չես ադապտացնում այդ իրականությանը, ինքը կարող է շատ բացասական հետևանքներ ունենա։ Նույնը ձեր ասած վիզաների ազատականացման հարցը։ Եվ մյուս կետը հռչակագրի երկրորդ կետը Եվրամիությունը ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք արմատավորվել են 2025 թվականի մարտին Եվրամիության Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ, որն արտահայտում է երկրի մտադրությունը շարժվելու դեպի Բայց Եվրամիություն։ մեր ժողովուրդը, մեր սահմանադրությունը ենթադրում է, որ նման հարցերը որևէ բլոկի միանալու հանգուցալուծվում են հանրաքվեով։ Մի քաղաքական խմբի եւ պերսոնիզացված ավտորիտար համակարգի կայացրած որոշումը չի կարելի համարել հայ ժողովրդի կարծիք։ Իհարկե հայ ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի եւ քաղաքակրթությամբ եվրոպական ժողովուրդ է, բայց ես ելի եմ կրկնում, քաղաքակրթական կողմնորոշումները աշխարհակաղակական ընտրությունից եւ աշխարհակաղակական դիրքավորումից պիտի տարբերել։ Եթե այդ տարբերակումը որևէ իշխանություն, որևէ քաղաքական էլիտա չի կարողանում ձևակերպել, հայտնվում է այն վիճակում, ինչ վիճակում հայտնվեց Սաակաշվիլու Վրաստանը։ Կա նախադեպ էլի, եկեք նոր հեծանիվներ չհորինենք։ Բայց Եվրամիության անդամակցության հարցը այսօր օրակարգում կա եւ ինչու է ժամանակ այս հարցը գալիս։ Ավելին ասեմ, հիմա դուք կամ ես կարող ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը դատի տալ անգործության համար, որտեղ ընդունել են օրենք, որից բխող որևէ գործողություն չեն արել։ Եթե ինչ-որ մեկը ձեզ հակաճարի, շատ հանգիստ օրինակ բերեք։ Եվրամիության անդամակցության գործընթաց կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ որ դու որպես պետություն ոչ թե օրենք ես ընդունում, այլ կառավարության մակարդակով պաշտոնապես անդամակցության հայտ ես ներկայացնում։ Այդ ես չեմ օրինը։ Եվրամիության կարգավորումներն են հուշում։ Պարոն Սուրյանյան, դուք մյուս կարևոր հարցին չպատասխանեցիք, թե արդյոք այս եվրոպական նախընտրական աջակցությունը շոշափելի ազդեցություն կունենա Հայաստանում խորհրդարանական Դեք մենք մեզ չխապեն, որոշակի ազդեցություն ունենալու է, որտեղ այն մեդիա տերորին, որ ենթարկում է ժողովուրդը, ցավոք սրտի մեդիագրագիտության որոշակի խնդիրել մեր հասարակություն ու շատ հասարակություններ ունեն այսօրվա турբուլենտ աշխարհում որոշակի ազդեցություն ունենալու է։ Եվ իհարկե դա նախընտրական արշավում որոշակիորեն Նիկոլ Փաշինյանի դիրքերը լավարկելու է։ Ամբողջ խնդիրն այն է, որ առանց անհոգնել ընդդիմության բոլոր սպիկերները պիտի ժողովրդին բացատրեն թե Եվրոպայի հետ համագործակցության դրական կողմերը, թե մյուս կողմից այս գագաթաժողովների առաջացրած բոլոր ռիսկերը։
Այսպիսով շատ է այս վերջին շրջանում խոսում, որ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, մարտադաշտ, բայց ավելի մատերիալիստական, ավելի նյութականացված, ավելի նյութականացված, երբ որ Ռուսաստանի կողմից սանկցիոն բնույթի տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն կամ վերանայ Ռուսաստանը տնտեսական քաղաքականության փիլիսոփայությունը, այն ժամանակ ցավոք սրտի մեր հասարակությունը իր մաշկի վրա կզգա։ Օրինակ ինչու Ամերիկային կարելի է որ նույնիսկ իր դաշնակիցների հետ հարաբերություններում առևտրային պատերազմի գործիք օգտագործի, օրինակ մաքսատուրքեր բարձրացնի, որովհետեւ քաղաքական ինչ-որ խնդիր լուծի։ Թրամփի սիրած գործիքն է, չէ՞։ Ով ասաց, որ նույնը չի կարող անել Ռուսաստանը իր շահերը առաջ մղելու համար։ Օրինակ, մեր ամբողջ տնտեսական կայունությունը կառուցված է գազի էժան գնի վրա։ Եթե Ռուսաստանը մեր վարկագիծը ոչ դաշնակցային համարի եւ որոշի մեզ օրինակ շուկայական գնով գազ վաճառել, տնտեսական կոլապսի առաջ Հայաստանը կկանգնի, ուղղակի տնտեսական կոլապսի առաջ կկանգնի։ Ու ժողովուրդը ցավոք սրտի իր մաշկի վրա հակառուսական այս երկու օրվա ստրիպտիզի հետևանքները կզգա, ասում եք, առարկայական ինչ կարող անել, բացատրում եմ ամենատեսանելի հետևանքներից մեկը։ Ախր մի կողմից Ռուսաստանն էլ, բայց եթե Հայաստանում այնպես իշխանություն լիներ, որ անվերապահորեն Հայաստանի շահն էր պաշտպանում, այդ դեպքում գուցե մենք քննադատեինք։ Գիտեք, Ռուսաստանին շատ հարցերում կարելի է քննադատել ու օբյեկտիվորեն։ Բայց եթե դու ունես մի անպատասխանատու եսակենտրոն դիլենտանտ իշխանություն, որի քաղաքականության հետևանքով մենք ըստ էության կորցրել ենք բոլոր դաշնակիցներին, ձեռք չենք բերել նոր դաշնակիցներ, հիմա ինչքանով է կոռեկտ քո երկրի ներսում աղբը մաքրելու փոխարեն այլոց աշկի մեջ գերան ման գալ կամ այլոց հասցեագրել քննադատություն։ Նախ դու պիտի սոլիդ իշխանություն ձևավորես, ունենաս քո սեփական օրակարգը, հետո նոր իրավունք վաստակես այլոց վարկագծին գնահատականներ տալու։ Եվ իմ վերջին հարցը կարծում եմ, որ կարևոր է Ալիևի հոխորտանքը տեսակապով այս եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին բողոքում էր եվրոպական, որ ոչ բոլոր կառույցներն են կառուցողական դիրքորոշում զբաղեցնում խաղաղության հետ կապված բողոքեց Եվրախորհրդարանից, ԵԽԽՎ-ից հայտարարում էր, որ վերջ դրեց 2023-ին սեպարատիզմին, սա ձեր կարծիքով ցույց չի տալիս, որ ի հեճուկս ադրբեջանական բռնատիրության իսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելը, էթնիկ զտում եւ ցեղասպանություն իրականացնելը սեպարատիզմին վերջ տալու եւ տարածքային ամբողջականություն վերականգնելու այդ փաթեթավորման անվան տակ հենց բռնատիրությունը եւ կա եւ ի հեճուկս պաշտոնական եւ այն ներկայիս դիրքորոշման եվրոպական խորհրդանը գոնե ինչ որ չափով օբյեկտիվությունը ամենայն հարգանքով եւ խիստ կարեւորելով են բանաձևը, որ Եվրախորհրդանն ընդունել է, այնուամենայնիվ մեր հասարակության ավելորդ ոգևորության վտանգների ձեռս պահելու համար ուզում եմ ասել, որ Եվրախորհրդանի որոշումները իմպերատիվ ուժ չունեն, նույնիսկ Եվրահանձնաժողովին կամ Եվրամիության ղեկավարությանը չեն կաշկանդում, դա այդպես է ցավոք սրտի, եւ դա Ալիևն էլ է հասկանում։ Ալիևի պարբերական կռիվները աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ, այդ թվում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հաճախ պատրվակները ինքը Ալիևն է հորինում նման հակամարտությունների մեջ։ Իհարկե նա շատ գրագետ մոդերացիա է այդ հակամարտությունները անում, դրանք կառավարելի հակամարտություններ են։ Այստեղ խնդիրը Եվրախորհրդանի բանաձևը չի, ոչ էլ այն ինքնաթիռի կործանումը Ռուսաստանում, որ տեղի ունեցավ։ Ադրբեջանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին ասում է, որ 44 օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում նոր ստատուս քվո է ստեղծվել, որտեղ ես ասող եմ եւ իմ նոր կարգավիճակի հետ պիտի ադապտացնեք ձեր հարաբերությունները։ Հասկանալի է։ Սա նույնիսկ հայկական օրակարգի հետ Ալիևի խորհրդանքը կապ չունի, ավելի գլոբալ խնդիրներ է փորձում լուծել։ Հուսանք, որ հետագա զարգացումները կբարձրացնեն Հայաստանի Հուսանք, որ Ալիևը սայթակումներ կանի, բայց դրա վրա էլ եկեք հույս չդնենք։
Հույսը մեր ժողովրդի ընտրությունն է լինելու հունիսի 7-ի։ Այս արկածախնդիրի ընթացքը կասեցնում ենք, թե ասած մեծ արագությամբ գնում ենք դեպի գահավիժում։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Շնորհակալ։ 160 թեմի հարգելի հետևորդներ, բոլոր հետևությունները եւ եզրակացությունները թողնում ենք ձեզ։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի տեխնացու քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Կհանդիպենք։